Պիտի շարունակենք այն փոքրիկ զրույցը, որը մինչ եթերից սկիզբ մենք ունեինք Մանեի հետ միասին։ Մանե, դու սիրում ես երգել։ Շատ, երբ մենակ եմ տարածքում։ Մանե, իսկ քեզ մոտ ստացվում է երգել։ Ոչ, դրա համար երգում եմ, երբ մենակ եմ տարածքում։ Իսկ գուցե մի օր երգես, որ մենք օրինակ բոլորով լսենք եւ դե իրականում գուցե ստացվում է քեզ մոտ, դու ես շատ այսպես խիստ մոտենում։ Գուցե հետևելով մեր օրյա իրականությանը գուցե, բայց այնուամենայնիվ պետք է միշտ դիմել մասնագետների, երբ որոշում եք որևէ գործունեություն ծավալել եւ նոր մասնագիտություն ձեռք բերել, եւ իհարկե սովորելու համար երբեք ուշ չէ, պարզապես պետք է հետևել բնությանը, բայց կարծում եմ, որ մեր այս թեման, որի մասին հիմա խոսելու ենք մեր հյուրի հետ, կհետաքրքրի ոչ միայն այն մարդկանց, ովքեր ուզում են սովորել, այլ նաև բոլոր նրանց, ովքեր դասավանդում են, որովհետև հիմա խոսելու ենք երգիչ կատարող ուսումնական ձեռնարկի հեղինակի հետ։ Ես շտապ եմ ներկայացնել հեղինակին, բայց արի մենք այս հարցը մտաբերենք, որ քննարկել ենք։ Այո։ Միասին եւ ընթացքում նաև փորձենք նորից անդրադառնալ, եթե դեմ չես։ Շատ լավ։ Ես էլ ներկայացնեմ մեր հյուրին, Արմավիրի Արվեստի պետական քոլեջի տնօրեն, երգիչ կատարող ուսումնական ձեռնարկի հեղինակ, Երևանի պետական կոնսերվատորիայի դոցենտ Նունե Մուրադյանն է մեր տաղավարում։ Բարի լույս։ Բարի լույս։ Շնորհակալ ենք առավոտը մեզ հետ սկսելու համար։ Շնորհակալ հրավերի համար։ Սիրով եւ Որ հարցից սկսենք, Մանե, սկսենք քո երկելու հարցից, թե դեռ շուտ է։ Ինձ թվում է դա պայքարում եմ, հասկանում ես, ես ուզում եմ, որ դու լավ։ Դավիթ ամեն բան անում է, որ ես սկսեմ երգել, բայց քիչ առաջ նշեցիք, որ երբեք ուշ չէ, եւ հենց այդտեղից ոգեշնչված, որովհետեւ Տիկին Մուրադյանը խորհուրդ էր տալիս Դավիթին, որ եթե ցանկություն կա, կարելի է փորձել, ինչու՞ չէ։ Հատկապես օպերային երգի արվեստում ուժերը, ես ու Մանեն գուցե կփորձենք։ Միասին պիտի դա անենք, այլ պայմանով պետք է սկսել մանկուց։ Ահա։ Բայց դուք ինձ ուրիշ բան եք ասում եք, որ դեռ ուշ չէ։ Իրականում, եթե ուզում ես լրջորեն զբաղվել երգեցողությամբ, ճիշտ է սկսել փոքրուց, լինել լավ մասնագետների ձեռքի տակ, հետևել ձայնի ընթացքին, ձայնի պահպանմանը եւ հասնել կատարելագործմանը։ Երբ հետևում էինք ձեր գործունեությանը, բազմաթիվ կրթական օջախներում դասավանդել եք, կարծում եմ թիվը հաշվել թե քանի ուսանող եւ աշակերտ է ձեր օգնությամբ սովորել երգել եւ ինչու որոշեցիք մեկ օր, որ պետք է ստեղծել այդ ձեռնարկը երգիչ կատարողների համար։ Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ որ ես դեռ ուսանող էի, ուսանողության տարիներին ինձ հետաքրքրում էր մանկավարժությունը։ Ես իմ դասախոսներից լսում էի եւ չէի բավարարվում միայն իմ դասը, որ ստանում էի, այդ դասից հետո մնում լսում էի, թե ինչպես էին աշխատում մյուս ուսանողների հետ։ Եվ երրորդ կուրսեի, երբ որ սկսեցի զբաղվել, հրավեր ստացա հենց Արվեստի պետական քոլեջից, ես սկսեցի դասավանդել, չկար ծրագիր գրված տնօրենի օգնությամբ, ինքը զգաց երևի թե իմ մեջ այդ ուժը եւ ես գործող երգեցողության մասնագիտության ծրագիրը ինքս վերանայեցի, հաստատվեց տնօրենության կողմից եւ սկսեցինք դասավանդել։ Այնուհետև երբ որ սկսեցի արդեն ավելի լրջորեն զբաղվել եւ չգիտեմ ճակատագրի բերումով արդեն 11 թվականից երբ որ ես տնօրինեցի կրթական չափորոշիչները հիմնվեցին, ինձ հրավեր եղավ մասնակցել եւ լինել կրթական չափորոշիչի խմբի ղեկավար։ Բավականին լավ հետաքրքիր խումբ էր հավաքվել, կոնսերվատորիայի պրոֆեսորական կազմ, նաեւ քոլեջի դասավանդող տարիների փորձ ունեցող մասնագետներ եւ իմ իհարկե ղեկավարմամբ մենք կարողացանք այդ չափորոշիչը գրել։ Այնուհետև մկուզակի տնօրենի նաեւ օգնությամբ ինքը տեսավ այն նվիրվածությունը եւ մասնագիտական ճիշտ մոտեցումը, որ ամեն ինչ արվում էր, գրվում էր իօքուտ ուսանողի, որովհետև եթե քննարկեմ ծրագիրը նախորդ ծրագրում բեմարվեզ չէին ուսումնասիրում։ Մենք խմբով այդ մասնագիտ առարկան ներդրեցինք եւ հիմա ուսանողները ոչ միայն իրենք անհատ կատարող, ոչ միայն իրենց հետ աշխատում են
մասնագիտության դասատուները, այլ նաև թատերական արվեստի ավարտած դասախոսական կազմը։ Պատահական չէ, որ մեր աչքին առաջինը ընկավ գրքի էջերից մեկում բեմական կեցվածքը։ Այո։ Այդ գրքում ներառված են բոլոր այն կարևորագույն բաժինները, որոնց առնչվում է երգիչը։ Դուք տարիների ընթացքում հնարավորություն եք ունեցել նաև արտասահմանյան բավականին հարահրճակ բուհերում, ուսումնական կենտրոնում, երաժշտական ուսումնական կենտրոններում ներկա լինելու, ինչպիսի համեմատականներ կանցկացնեք մեր երաժշտական հենց կրթական համակարգի հետ։ Մենք այսօր Շահան Արծրունու հետ էինք զրուցում հենց հաղորդման ամենասկզում եւ նա էլ այսպես զուգահեռներ էր անցկացնում, թե ինչպիսի տարբերություններ կան առհասարակ մոտեցումների հարցում, հենց մասնագետների մոտեցումների հարցում, այդ դուք ինչ կասեք համեմատելով արտասահմանյան փորձը հայաստանյան փորձի հետ։ Խոսքը իհարկե հենց մանկավարժության եւ դասավանդման մասին։ Ես պետք է ուրախությամբ ասել եւ Եվրոպայում, եւ Ռուսաստանում, եւ միջազգային ասպարեզ դուրս եկածած մեր ուսանողները, ում պատրաստել էինք եւ բախտ վիճակվեց իրենց մասնակցել վարպետության դասերի, այո, այդ խոսակցությունը եղավ եւ իրենք զարմացել էին, որ 15 տարեկան սկսնակ, երբ որ առաջի մասնագիտական քայլը դպրոցից հետո միջին մասնագիտական կրթական ուսումնական հաստատությունում է իրականացնում, այդ տարիքի երեխան արդեն երգում է օպերային արիաներ եւ շատ գրագետ եւ շատ պատրաստված եւ արդեն կոնկրետ ձայնի տեսակով իրենց։ Ես անձամբ ստացել եմ Տարցինի անվան համալսարանից, Վագների անվան եւ այո, երբ որ համեմատական տանենք, ուրախությունը քիչ եմ խոսում դրա մասին, բայց ուրախությամբ ասեմ, որ մեր դպրոցը չի զիջում ոչինչով։ Քանի որ խոսում ենք դպրոցների մասին նաև եւ խոսում ենք մերօրյա երիտասարդների, պատանիների մասին, ինչպիսին է մերօրյա հայ երիտասարդների տվյալները, ինչպես քիչ առաջ նշեցիք, երբեմն զարմանք է առաջացնում, բայց արդյոք կա ցանկությունը սովորելու նրանց կողմից։ Ես ուրախությամբ պետք է ասեմ, որ սերունդը գնալով ավելի հետաքրքրված է եւ ավելի շատ են ցանկանում երգել, բայց խոսքի սկզբում ասեցի, պետք է լինի այն աստվածային ձայնի հնչողությունը եւ գիտեք ոչ թե երիտասարդը պետք է հեշտ ավելի պարզունակ երգեցողությունը մի փոքր հիմա դա է լուսաբանվել, դա են իրենք ոնց որ թե ուզում հեշտ երգեցողությունը, բայց իրականում երգեցողությունը շատ դժվար է, ինչպես սպորտսմենը, այդպես էլ երգիչը պետք է լուրջ զբաղվի, պետք է ավելի լուրջ մոտենան, այսպես խոսքա չէ, որ քանակի մեջ չէ որակը։ Այո, բայց հետաքրքիր է այս առումով իհարկե հետաքրքիր համեմատական է մարզիկների հետ, որովհետև իսկապես երգիչները պիտի հսկայական աշխատանք կատարեն, շատ երկար ճանապարհ անցնեն ու հետաքրքիր է հետևեն առողջությանը, ձայնային եւ ֆիզիկական եւ հոգեկան շատ դժվար ճանապարհ է։ Ինչպես է նրանց այդ ճանապարհին օգնում այս ձեռնարկը, ի վերջո նաև երգարվեստում շատ դժվար է, չէ՞, պետք է պրակտիկա նաև լինի, ոչ միայն տեսական գիտելիք։ Իրականում ձեռնարկը դասախոսների համար է, միջին մասնագիտական կրթական հաստատությունների, իհարկե կարող են նաև օգտվել երաժշտական դպրոցի արվեստի դպրոցի մանկավարժները, որովհետև այն ամենի ինչի մասին խոսեցինք, ամբողջությամբ գրքի մեջ կա ձայնի հիվանդության տեսակների, ձայնի տեսակների, դուք արդեն կարդացիք, մանրամասներ փորձում ենք ընտրել։ Իրականում մասնագետների համար է։ Արդյոք կարող ենք ասել, որ այս ձեռնարկը նաև նոր մեթոդաբանություն է բերել իր հետ, թե ինչպես կարող են մանկավարժները, ուսուցանող մարդիկ փոխանցել այս գիտելիքները ավելի նոր մեթոդներով, երեխաներին նորովի հետաքրքրելով այս թեմաների շուրջ։ Այո, ես ինքս էլ եթե հիմա հետ հայացք տանեմ 10 տարին շեշտվեց, որ ես հիմա նոր եւ ձայնավարժության տեսակների մեջ փոփոխություններ կընդգրկեի, այո, դա
չի բացառում, պետք է։ Իսկ գուցե նոր ձեռնարկ է սպասվում, եթե այդքան այդ մասին եմ ասում, նշելով, որ արդեն 10 տարեկան է այս ձեռնարկը։ Ղեկավարել մի հաստատություն, որտեղ գործում են 9 մասնագիտություններ եւ մարզում միակն ենք եւ դասավանդել նաեւ կոնսերվատորիայում այսօր իմ մագիստրատուրայի ավարտող ուսանողուհին երգեց առանց ին ներկայության։ Ահա, դուք հարգելի պատճառով եք ամենը։ Իսկ ինչպես ավարտվեց նրա։ Դեռ չգիտեմ, հաջողություն ենք մաղթում եւ հուսանք, որ դասախոսական անձնակազմը շատ խիստ չի դատի։ Կարծում եմ։ Այո, շնորհակալ ենք նաև ձեզ տաղավարում հյուրընկալվելու համար, այս կարևոր թեմայի մասին խոսելու համար եւ հուսով ենք, որ մենք էլ կտեսնենք նաև արդեն գուցե նոր տարբերակ այս ձեռնարկի շուտով եւ առիթ կունենանք ձեզ տաղավարում հյուրընկալելու եւ հերթական անգամ այդ մասին խոսելու։ Շնորհակալ ենք։ Ես շնորհակալ։ Իսկ մենք սիրելի հեռուստադիտողներ շարժվենք առաջ լսելով երաժշտություն։